Ամերիկայի քաղաքականությունը ավանդաբար եղել է ուժերի բալանս ապահովելը։ Հասկանում եք, լիբերալ դեմոկրատիան դրա փաթեթավորումն է, որովհետև Ամերիկան ունենալով հզոր տնտեսություն, հարցերը հաճախ կարողանում է լուծել առանց ուժ գործադրելու, չնայած հիմնված է ուժի վրա։ Ամերիկան աշխարհի հզորագույն ռազմական տերությունն է նախ եւ առաջ, եւ Ամերիկայի հիմնադիր հայրերը երբ ստեղծեցին այն, դուք գիտեք, որ նրանք ինչպես են սահմանել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, սկսած Թոմաս Ջեֆերսոնից, որը հիմնադիր հայր էր ԱՄՆ-ի անկախության հռչակագրի հեղինակներից մեկը։ Նա հետևյալ կերպ է սահմանել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, որպես կայսրություն։ Հասկանում եք, բայց ոչ թե բռնապետության կայսրություն, այլ ազատության կայսրություն։ Բայց էությունը եղել է կայսրություն, այսինքն տարածել ամբողջ աշխարհում ազատությունը։ Եվ դա տարածելու համար պետք է ունենալ հզոր զինված ուժեր։ Եվ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հիմնված է ուժի գործադրման վրա հանուն ազատության տարածման։